Բարև ձեզ։ Ունենալով որոշակի խոսակցական խնդիրներ, ստիպված եմ ձեզ դիմել արհեստական բանականության միջոցով, քանի որ կան կարևոր մտքեր, որոնք հարկավոր է ձեզ հասցնել ոչ թե գրավոր, այլ բանավոր ձևաչափով։ Հայաստանը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ։ Թշնամի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկիրը տանում է դեպի թուրքացում եւ նոր կորուստներ։ Արցախի հանձնումը ոչ թե խաղաղություն բերեց, այլ Հայաստանն ավելի խոցելի դարձրեց։ Այս խաղաղությունն կոչվածը խաբուսիկ է։ Փաշինյանի վերարտադրումը եւ իր զիջողական քաղաքականությունը կբերի նոր հարձակումների, զոհերի եւ տարածքային նոր կորուստների։ Եթե դուք կրկին ընտրեք Նիկոլ Փաշինյանին կամ նրա արբանյակ քաղաքական ուժերին, ապա ձեր երեխաների համար կընտրեք նոր աղետներ եւ նոր զիջումներ։ Դա ձեր կողմից կլինի եռաբլուրի ուրացում, մեր զոհված տղաների հիշատակի ուրացում։ Եվ յուրաքանչյուր նոր աղետի պատասխանատվությունը կընկնի նաեւ այդ ընտրությունը կատարողների վրա։ Քաղաքացիական պայմանագրին ձայն տալով դուք վտանգի տակ եք դնում Հայաստանի եւ ձեր երեխաների ապագան։ Բացի այդ, դուք կբացեք 300,000 հանցագործ ադրբեջանցիների դուռը դեպի Հայաստան։ Դուք կընտրեք մի քաղաքականություն, որը արագ տեմպերով մեծացնում է թուրքական կախվածությունը։ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի Ադրբեջանի կազմում ճանաչումը կարող է նաեւ Հայաստանի առաջ բացել միլիարդավոր դոլարների քաղաքական եւ իրավական պահանջների վտանգ։ Ադրբեջանը փորձում է Հայաստանին ներկայացնել օկուպացիայի եւ պատերազմի հետևանքների համար փոխհատուցման պահանջներ։ Իսկ նման պայմաններում հերթական զիջումների ճանապարհով իշխանությունը կարող է հանձնել Սյունիքը եւ նույնիսկ Սևանը։ Փաշինյանը ստում է, թե մեզ տանում է դեպի արևմուտք։ Իրականում Ռուսաստանը, չցանկանալով եւ իր թուլացման պատճառով, տարածաշրջանում իր ազդեցությունը, այդ թվում Հայաստանում, փոխանցում է Թուրքիային, իսկ այս իշխանությունը գնում է այդ թուրքացման ուղով։ Սոցիալական ոլորտում արձանագրվող բարձր գնաճը գործնականում զրոյացնում է թոշակների եւ նպաստների ցանկացած ձևական բարձրացում, մարդկանց իրական գնողունակությունը շարունակաբար նվազեցնելով։ Արդյունքում սոցիալական աջակցությունը դառնում է ավելի շատ թվային, քան իրական օգնություն։ Կրթական համակարգում իրականացվող քաղաքականության պայմաններում աստիճանաբար թուլանում են ազգային արժեքային հիմքերը, իսկ կրթության բովանդակային որակը վտանգվում է։ Սա կարող է հանգեցնել նրան, որ նոր սերնդի ձևավորման գործընթացը ընթանա ավելի խոցելի եւ արագ դեգրադացիայի ռիսկերով, առանց բավարար հակակշիռների ու համակարգային պաշտպանության։ Ես ունեմ այլընտրանք։ Ես ընտրելու եմ ազգային ժողովրդավարական բևեռին, քվեաթերթիկ համար 8։ Վարչապետի թեկնածու Վարուժան Ավետիսյան։ Բևեռն այն ուժն է, որը կարող է ճիշտ դիրքավորվել միջազգային քաղաքական դաշտում, ապահովել արժանապատիվ խաղաղություն եւ չուրանալ ազգային արժեքները։ Ուժ, որն ունի Արցախ վերադարձի հստակ ծրագիր, միջազգային իրավունքի վրա հիմնված։ Ուժ, որը այնպես կանի, որ ստիպված չլինենք թշնամու առջև գլուխներս կախման գանք։ Ուժ, որն իր անցյալով ապացուցել է իր ազգային կեցվածքն ու նվիրվածությունը հայրենիքին։ Ուժ, որը կկառուցի ուժեղ պետություն, ազգ, բանակ համակարգ, նոր դաշնակիցներ եւ նորից պատիվ կբերի հայ ժողովրդին։ Ես չգիտեմ ինչպիսին կլինի այս ընտրությունների արդյունքը, բայց գիտեմ, որ վաղ թե ուշ հաղթելու են բևեռի գաղափարները։ Եկեք առաջին քայլն անենք հունիսի 7-ին։ Ազգային ժողովրդավարական բևեռ, համար 8։ Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն։ Ի գործ։